տան Մարգարյանին ինչ ես տարօրինակ հարցտվեցիք, ոչ մի խնդրահարույց բան պարոն Մարգարյանին չի սպառնում, չի սպասվում, ինչու որովհետև պարոն Մարգարյանը այս տեսանկյունից խնդիր չի տեսնում, սա, այսպես ասեմ, այնպեսի մի փոքր հարց է պարոն Մարգարյանի համար, ինչու, նախ շատ ինձ համար որպես ոչ միայն փաստաբան, ոչ միայն պարոն Մարգարյանի ճանաչողից, այլ որպես հասարակ երևանցի ուղղակի այսպես ասեմ, Երևանում ապրած մեծացած անձ, ով տեսել է բազմաթիվ քաղաքապետերի, ապրել է նաև պարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ աշխատած ժամանակահատվածում, տեսել է պարոն Մարգարյանի ամեն օր տեսել է պարոն Մարգարյանի գործունեության արդյունքները, որպես բանիմաց, խելացի, հմուտ ու սրտացավ կառավարիչ, քաղաքի կառավարիչ, որպես ի վերջո մաքուր երևանցի, այսպես ասեմ, թե պարոն Մարգարյանի վերաբերմունքը մանկապարտեզների հանդեպ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, մենք երեք չենք եկել բնակվել Երևանում, որ մանկապարտեզների զարգացումը, երբ որ բոլոր ծնողները իրենց երեխաներին փորձում էին տանել պետական, այսպես ճակերտավոր պետական համայնքային մանկապարտեզ, սկսվել է պարոն Մարգարյանի կառավարման օրոք։ Շատ չի անցել, էլի 2011 թվականից ներքև երևի կհիշեք ինչ վիճակ էր մանկապարտեզներում։ Էլ չասեմ աղբահանությունը, էլ չասեմ ձնամաքրումը եւ այլ, մեր ժողովուրդը այնպես չի, որ հիշողության խնդիր ունի, բոլորն էլ տեսնում են, թե պարոն Մարգարյանից առաջ, թե պարոն Մարգարյանից հետո